Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության Հայաստանի խաղաղության մասին կարելի է մոռանալ Հայաստանում, որովհետև ինչ է խաղաղությունը, նորից կրկնեմ, խաղաղությունը չի կարող լինել առանց անվտանգության։ Խաղաղությունը հետևում է անվտանգությունից, երբ որ դու անվտանգ ես եւ կարողանում ես խաղաղություն ստեղծել կամ մասնակցել խաղաղության ստեղծմանը։ Այս իշխանությունները խոսում են առանձին վերցրած խաղաղության մասին, որը բացարձակ կապ չունի անվտանգության հետ։ Ոնց կարող է խաղաղ լինել մեր տարածաշրջանում, եթե Հայաստանի համար անվտանգ չէ։ Ալիևը մի ձեռով օգնում է Նիկոլ Փաշինյանին, հիշում եք նախորդ հայտարարությունները ավելի շատ օգտակար էին Նիկոլի քարոզչության համար, բայց նաև հիշեցնում է Նիկոլին, որ քո վերընտրությունը կախված է ինձանից։ Այսինքն Ալիևը կարծում է, որ այսօրվա համեմատաբար կայուն ընթացքը սահմանային լարվածության բացակայությունը դա իր կողմից արված լավությունն է եւ դա այդպես էլ կա եւ պարբերաբար Ալիևը հիշեցնում է Նիկոլին, որ քո վերընտրվելու շանսերը կախված են նրանից, թե ես Բաքվում ինչ կասեմ եւ սա պարզ է, սա ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ այսօր պարտական է Էրդողանին եւ Ալիևին եւ իր Աստված մի արասե հնարավոր կամ տեսական վերարտադրության պարագայում 26 թվականին նույնպես պարտական է լինելու Ալիևին եւ Էրդողանին։